2026 թվական, ապրիլի 4 Պապ ջան, դու այսօր դառնում ես 50 տարեկան, բայց չես ցանկանա մի քանի տարի հետ գնալ։ Տղա ջան, ես շատ ուրախ էի, որ դու դասարանում միշտ առաջավոր էիր։ Տղա ջան, 17 տարի դեռացավ, դու լքեցիր հայրական տունը, կյանք գտնվիրելով զինվորական ծառայությանը։ Մեր ընկերությունը ծնվեց ուսման տարիներին ու մնաց անփոխարինելի։ «2003 թվականին մենք ամուսնացանք։ Ու ծնվեցի ես, քո ավագ դուստրը, Սյուզին։ Հինգ տարի անց ծնվեցի ես, քո երկրորդ դուստրը, Նոնան։ Հինգ տարի անց ծնվեցի ես, քո միակ որդին, Արսենը։ Հետագա տարիներին դու շարունակեցիր քո պատվավոր զինվորական ծառայությունը՝ ի սեր հայրենիքի։ 2019 թվականին իրականացնելով քո նպատակը դու ստացար գնդապետի պատվավոր կոչումը։ 2020 թվականին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Որտևեց Աստված 2020 թվականի նոյեմբերի 3-ին հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրված ավանդի մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության եւ հմտության համար պարգևատրվեցիր մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ 2023 թվականին ամփոփելով քո ծառայողական ուղին դու անցար վաստակածդ հանգստի։ Այժմ քո կյանքը շարունակում է իր գեղեցիկ ընթացքը, ընտանիքի ջերմ ու ապահով կրկում։ Շնորհավոր ծնունդդ, մեր ամենաուժեղ ու բարի մարդ։ Աստված պահապան բոլորիս։